Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում այսօր մեկնարկեց օտարագիր հայ գրողների 4-րդ համաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Հայաստանի գրողների միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ ջանքերով։ Համաժողովին մասնակցում էին 15 երկրների շուրջ 30 ներկայացուցիչներ։ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը համաժողովի բացման խոսքում նշեց, որ գրեթե բոլոր գաղթօջախներում մենք ունենք օտարագիր գրողներ, որոնք ոչ միայն ստեղծագործում են, այլև հայապահպանության առաքելություն կատարում, քանի որ նրանց ստեղծագործությունների հիմնական առանցքը հայն է, հայոց ցեղասպանությունը, հայի տեսակը։ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց օտարագիր հայ գրողներին, հայ ժողովրդին օտար ափերում ներկայացնելու համար։ Սփյուռքի նախարարը օտարագիր մի շարք հայ գրողներին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի անվան մեդալով։ Սփյուռքի նախարարության պատվոգրեր ստացան Նաթելա Լալաբեկյանը, Խաչիկ Խաչերը և Լևոն Օսիպյանը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փաստեց, որ հոկտեմբերը գրական ամիս էր, քանի որ շատ էին գրական միջոցառումները, եւ վերջինս նախարարության մեդալներով մի շարք պարգևատրումներ կատարեց։ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւս ողջունեց ներկաներին եւ խոստացավ օտարագիր հայ գրողների հաջորդ 5-րդ համաժողովը եւս հովանավորել։ Անում ենք այնքան, ինչքան մենք հնարավորություններ ունենք։ Մենք անում ենք մեծ հոգով, սրտով, որտեղ մենք գիտենք, որ պետք է անենք։ Իհարկե այսօր ամեն ինչ չի, որ մենք կարողանում ենք անել, բայց դա էլ մեծ նշանակություն է, որ այսօր գրողները ելույթ էին ունենում։ Նրանք իհարկե շատ շնորհակալական խոսքեր էին ասում, գոնե որ Ռուսաստանի շուրքան այդ պարգևը, որ Ռուսաստանի հայերի միությունն է տալիս է կամ պարգևատրումը, գիտեք, շատ կարևոր է։ Եթե ամեն մի կառույց, եթե ամեն մի հասարակական կազմակերպություն թեկուզ ունենա իր մասնաճյուղը այստեղ Հայաստանում կամ Արցախում։ Համաժողովի ընթացքում մրցանակներ հանձնվեցին նաև Արտի հայ արձակ 21-րդ դար մրցույթի հաղթողներ Պողոս Գուբելյանին, Գուրգեն Խանջյանին, Արա Հուսիկին և Էդգար Խաչիկյանին։ Ձեռքբերումներով հանդես եկան Սուրեն Դանիելյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Դավիթ Գասպարյանը և Արտեմ Հարությունյանը։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքիայում։